Բարի օր, եթերում հենման կետն է։ Այսօր իմ հյուրն է վարչապետին առընթեր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Գրիգոր Առաքելյանը։ Ինչպես սիրում է ողջունել մեր շատ սիրելի Արամ Զավենի Սարգսյանը, կասեմ Աստծո բարին։ Աստծո բարին, Գրիգոր ջան։ Ես ուզում եմ, որ մենք այսօր սկսենք մեր քննարկումը սահմանադրությունից։ Սահմանադրական փոփոխությունները 2015 թվականի արդյոք արդարացված էին, արդյոք Հայաստանի Հանրապետությունում կար այն հիմքը, թե քաղաքական, թե իրավական, թե կուսակցական, որ մենք պետք է կառավարման մոդել փոխենք։ Ես հարցը տալիս եմ նաև այն նկատառումով, որ Հանրապետություն կուսակցությունը մշտապես ասել է, որ կողմ ենք նախագահական կառավարման, բայց մեր երկրում 2015 թվականից ընդունվել է կառավարման խորհրդարանական մոդելը։ Տիկին Ադամյան, ձեր հարցը մի քանի բաղադրիչներից էր բաղկացած։ Եթե ես ճիշտ ընկալեցի, առաջին ասպեկտը վերաբերում էր հետևյալին. արդյոք 2015 թվականին ընդունված սահմանադրությունը համապատասխանում էր մեր ժողովրդագրական պահանջներին եւ արդյոք այն ապահովեց մեր ժողովրդի պահանջները։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ սահմանադրությունը որակվեց որպես Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում, որը հետագայում նաև շարունակվեց ներկայումս գործող իշխանության ղեկավարման, կառավարման ժամանակահատվածում եւ մեծ հաշվով ընդհատելու համար ավելին ասեմ, համենայն դեպս շատ հանրապետականներ չէին թաքցնում, որ Հայաստանի Հանրապետությունը անցնում է խորհրդարանական կառավարման, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, որ սեփական կուսակցություն չունի, վերստին առաջադրվելու հնարավորություն չունենա։ Ճիշտն ասած, ես եթե մի բան չգիտեմ, այդ ռուսերեն ասած զակուլիսը ինչա տեղի ունենում, չեմ զերծ կմնամ դրան գնահատական տալուց, մի բան կփաստեմ պարզապես, որ ակնհայտ է, որ 2015 թվականին ընդունված սահմանադրությունը գործնականում ինքը իրեն չարդարացրեց։ Դրանով է պայմանավորված, որ հանրությունում պարբերաբար քննարկվում է այդ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը։ Եվ ներկայումս ի ուրախություն բոլորիս վերջապես կարող եմ արձանագրել, որ վերջի վերջո վարչապետին կից սահմանադրական բարեփոխումների խորհուրդը արդեն իսկ անցել է իր աշխատանքների գործնական փուլին եւ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, տեղաշարժ կա։ Նաև այդ առումով կցանկանամ ընդգծել նաև նորանշանակ արդարադատության նախարարի դերը այդ գործում, որովհետև Ջանko Եռան չի խնայում Տիկին Գալյանը այդ խորհրդի աշխատանքները հնարավորինս օպերատիվ կազմակերպելու գործում եւ ներկայումս մենք բավականին արդեն առաջընթաց ունենք, ճիշտ է դեռ շատ գործ կա անելու, բայց բավականին արդեն քայլեր արվել են եւ շարունակում են արվել։ Ինչպես եք վերաբերում այն փաստին, որ հայտնի ընդդիմադիրները պնդում են, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունները թելադրված են Ադրբեջանից, որ դա Իլհամ Ալիևի ներկայացրած պահանջն է։ Արդյոք Իլհամ Ալիևը չի օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի շուտ, քան 2020-ի պատերազմը, որոշված էր սահմանադրական բարեփոխումների գնալ եւ հարցը դնել հանրաքվեի, եթե չլիներ կովիդը։ Արդյոք այստեղ մենք պատճառահետևանքային կապը չենք շրջում։ Տեսեք, սահմանադրության հիմնախնդիրները ծագել են շատ ավելի վաղ, քան 2020-ի պատերազմներ, այսինքն սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը մեր երկրում քննարկվել է շատ ավելի շուտ, քան տեղի ունեցել չարաբաստիկ իրադարձությունները, քան հրապարակայնորեն հարևան երկրի ղեկավարը նման պահանջ է ձևակերպել։ Այն, որ օրինակ կայուն մեծամասնության ինստիտուտին անդրադառնամ, այսինքն կայուն մեծամասնության ինստիտուտը եղել է խնդրահարույց,
դա բարձրաձայնվել է դեռևս 21 թվականի ընտրություններից առաջ, այսինքն չէ, այդ բոնուսային մանդատների խնդիրը, որ բարձրաձայնվել է քաղաքասարակության կողմից, դրանք մինչ այդ էլ են քննարկվել այդ հարցերը։ Այսօր օրակարգային այդ ընդդիմության կողմից մասնավորապես պարբերաբար բարձրաձայնվում է անկախության հռչակագրին սահմանադրության մեջ կատարված հղումը հանելու հարցը, բայց դա ինձ մոտ զարմանք է առաջացնում։ Ես ավելի քան 1 տարի է, 1 տարի եւ մի քանի ամիս այս խորհրդում ընդգրկված եմ որպես Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ, եւ չի եղել մի դեպք, երբ անկախության հռչակագիրը սահմանադրությունից հանելու հարց քննարկված լինի խորհրդում, հասկանում եք։ Այդ խորհրդի նիստերը հրապարակային են, մարդիկ դա դիտում են, տեստում են, դրանում հավաստիանում են, որտեղից է ձևավորվում այդ կեղծ օրակարգը։ Այսինքն ակնհայտ է, որ այդ կեղծ օրակարգի ձևակերպումը հետապնդում է քաղաքական նպատակներ։ Այսօր օրակարգային շատ առարկայական խնդիրներ ենք մենք քննարկում եւ քվեարկում ենք այնպիսի հարցերի շուրջ, որոնք այսօր հրատապ են եւ հետագա ժամանակահատվածի համար, ընդ որում ցանկանում եմ նաեւ իրազեկել, որ 27 թվականից շուրջ, ասենք, սահմանադրական բարեփոխումների հանրաքվե Հայաստանի Հանրապետությունում չի լինելու։ Խորհուրդը այդ կապակցությամբ ունի կայացրած որոշում, անգամ խորհրդի ձևավորման որոշումը վարչապետի կողմից, որ ուրեմն կայացվել է, սահմանվել են որոշակի ժամանակացույց, թե երբ պետք է տեղի ունենան այդ սահմանադրական փոփոխությունները, երբ պետք է ներկայացվի նախագիծը, այսինքն դա 27 թվականից շուրջ տեղի չի ունենա։ Տեսեք, դրա վառ ապացույցն է նաև այն, որ եթե չեմ սխալվում, անցած տարի էր, որ խորհրդի անդամ Դանիել Իոնիսյանի կողմից ներկայացվեց սահմանադրական փոփոխության նախագիծ, որպիսի օրինակ կայուն մեծամասնության ինստիտուտը հանվեր մինչև 26 թվականի խորհրդարանական ընտրությունները, սակայն խորհուրդը այդ որոշումը չպաշտպանեց, քանի որ արդեն իսկ կայացված էր որոշում, որ 27 թվականից շուրջ չէր լինելու։ Վերջի վերջո որոշումը ընդունված է կայուն մեծամասնության խորհրդարանական կայուն մեծամասնության ձևավորման ինստիտուտը վերածվելու է առաջիկա սահմանադրություն, այսինքն հաջորդ ընտրությունների ժամանակ 2031 թվականին մենք գնալու ենք այդ ինստիտուտ առանց կայուն խորհրդարանական մեծամասնության ինստիտուտի, եթե հայ ժողովուրդը, Հայաստանի բնակչությունը քվեարկի հօգուտ ուրեմն նախատեսվող կամ նախագծվող սահմանադրության։ Ես այստեղ ուզում եմ հավելել նաև, որ Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված խաղաղության համաձայնագրում ընդհանրապես սահմանադրության փոփոխությանը անդրադարձ չկա։ Եվ օգոստոսի 8-ին էլ Վաշինգտոնում սահմանադրության փոփոխության հարց չի քննարկվել։ Պարզապես Ադրբեջանից պարբերաբար հնչող սահմանադրության փոփոխությունների հետ կապելը համաձայնագրի ստորագրումը թերևս դա է դառնում ընդդիմության համար շահարկման այսպես պարարթող։ Ես կարծում եմ նման պահանջ հնչեցնելը թե հարևան երկրի ղեկավարության կողմից եւ թե մեր երկրի ուրեմն երկրի ներսում գործող ընդդիմադիր քաղաքական դաշտի կողմից ես արդեն նշեցի, հետապնդում է բացառապես նեղ քաղաքական նպատակներ։ Այստեղ ես մնացած մեկնաբանություններից կփորձեմ զերծ մնալ։ Շատ լավ, դուք այսօր շատ քաղաքականապես փորձում եք լոյալ լինել, բայց ես այնուամենայնիվ ձեզ քաղաքական հարց եմ տալու։ Ես փաստաբան եմ, Տիկին Ադամյան, հարգելով ձեր փաստաբանական բոլոր իրավունքները, ես չեմ կարող չարձանագրել այն փաստը, որ քաղաքական ենթատեքստ ունեցող դատավարությունները դարձել են քաղաքական կյանքի մասնավորապես Հանրապետություն կուսակցության արդեն նույնիսկ ոչ թե մոռացել եմ, այլ հաշիվն եմ կորցրել, թե Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի քանի անդամ է այս պահին դատավարության ակամա մասնակից, որովհետև նրանց դեմ ներկայացված է
բավականին այսպես Այո, ծանրակշիռ դուք մեղադրանքներ, որոնք այնուամենայնիվ խախտելով ձեր բոլոր այսպես լոյալության իրավունքները, ես ինձ իրավունք եմ վերապահում համարելու շինծու մտածածին եւ բացարձակապես անհեթեթ։ Ես ուզում եմ հասկանալ պարզապես իրավականորեն, քաղաքականորեն հասկանալ այն նման անհեթեթ դատական հայցերը, բացի այն, որ փորձում են քաղաքական կուսակցության անդամներին ուղղակի լռեցնել, բացի այն, որ փորձում են քաղաքական կուսակցությունների անդամներին իրենց քաղաքական գործունեությունից կտրել, ներքաշել այդ անհեթեթ անպտուղ դատական գործընթացների մեջ, բացի այն, որ ներկայացնում են բավականին լուրջ ֆինանսական պահանջներ, ինչ իմաստ ունեն ընդհանրապես։ Այ տեսեք, դուք շատ դիպուկ ընդգծեցիք Բացի այնները, տեսեք, այո, մարդկանց շարժառիթը, թե ինչու են նրանք դիմել այդ գործելավոճին։ Եթե այսինքն մարդիկ այլևս ասելիք չունեն քաղաքական դաշտում եւ փորձում են որևէ կերպ ճնշում գործադրել, իրավական առումով ճնշում գործադրել այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք օգտվելով ազատ խոսքի իրենց իրավունքից բարձրաձայնում են երկրում տիրող, այսինքն այն հիմնախնդիրները, ընդդիմությանը վերաբերող, նրանց վարքագծին վերաբերող, այսինքն տեղեկությունները եւ բայց ակնհայտ է, չէ՞ որ մենք չենք լռելու։ Իհարկե ակնհայտ է, առավել եւս ես ասեմ ձեզ հետեւյալը, որպես հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ փաստաբան, ես ինքս պահանջում եմ, որ դուք չլռեք, բարձրաձայնեք եւ ես ձեզ հանգստության կոչ եմ անում եւ ուզում եմ նաեւ հիասթափեցնեմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք մտածում են, որ ֆինանսապես կարող են ընկճել հանրապետություն կուսակցության ներկայացուցիչներին եւ դատական հայցերով կարող են ընկճել մեր ազատ խոսքը։ Դա ձեզ մոտ չի ստացվելու, ժողովուրդ ջան, ավելի լավ է դադարեցրեք այդ գործելավոճը։ Մենք հանրապետություն կուսակցության բոլոր ներկայացուցիչները իրավական առումով առավելագույնս պաշտպանված են եւ դա դուք դրանում կհամոզվեք ընթացիկ դատական process-ներում։ Այդ մասով ես իրենց այդ մտահոգությունները փորձեցի փարատեմ։ Մնացած առումներով ինչու են մարդիկ տեսեք այստեղ մի շատ հետաքրքիր պահ կա, տեսեք։ Մեր դեմ հայցեր ներկայացնողները փորձում են մեզ լռեցնել, փորձում են մեզ իրենց այսպես ոչ այնքան աղքատ պաշարները հավելել, ֆինանսական ներարկումներ անել մեր հաշվին, որը ես եւս համոզված եմ, բացարձակապես անհնար ու անհեթեթ գործընթաց է, բայց այստեղ կա մի ուրիշ կտրվածք, քննարկման մի ուրիշ կտրվածք։ Իսկ ինչով բացատրել այն փաստը, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պետությունում հեղաշրջման կոչ են արել, բոլոր այն մարդիկ, որոնց դեմ հարուցված է պարզապես կաշառքի գործ, բոլոր այն մարդիկ, որոնք հեղաշրջման, կաշառքի, պետական հեղաշրջման, մարդկանց պատերի տակ չասեմ էլի, այդ արդեն այնքան ենք ասել այդ ցանկը, պարզապես ժամանակի անիմաստ վատնում է։ Այ բոլոր այդ մարդիկ հանկարծ կոչվում են ընդդիմության շուրթերով, հորջորջվում են քաղբանտարկյալ։ Եկեք հասկանանք էլի, այդ քաղբանտարկյալը այդ պարագայում մեծարում է, ստորացում է, ինչ է։ Տեսեք, ըստ էության նման գործելավոճով քաղաքական բանտարկյալներ կամ իրավական առումով չթույլատրված հակաօրինական արարք գործած անձանց կամ առնվազն այդ արարքի մեջ մեղադրվող անձանց արարքը մեկնաբանելով որպես արարքի համար պատասխանատվության կանչելը մեկնաբանելով որպես քաղաքական հետապնդում այս ուժերը մարդիկ, ովքեր որ նման գործելավոճ են դրսևորում, ըստ էության արժեզրկում են քաղաքական հետապնդում հասկացությունը։ Ժողովուրդ ջան, ի՞նչն է քաղաքական հետապնդում։ Տեղի ունեցել քաղաքական հետապնդումը մինչև 2018 թվականներ, երբ որ մարդկանց հանրահավաքի վայրից
Հավաքում էին հարյուրներով, տանում էին, լցնում էին ոստիկանական բաժանմունքներ, հարուցում էին քրեական վարույթներ եւ մարդիկ տարիներով անգամ դատապարտվում էին իրենց այդ ազատ կամքի, ազատ խոսքի արտահայտման համար։ Տոնածառի համար մարդկանց կալանավորում էին ու դատապարտում։ Այսօրվա ի՞նչն է քաղաքական հետապնդում, մի հատ ինձ կբացատրեք։ Ընդ որում իրավապահ համակարգի գործունեություն, տեսեք, ես փաստաբան եմ, ես ըստ էության պայքարում եմ վստահորդների շահերի համար եւ ըստ էության իմ գործունեությունը հակադրվելն է պետական համակարգին եւ իրավապահ համակարգին, բայց այսօր ինձ համար նաեւ զարմանալի այն հանգամանքը, որ անկախ նրանից ես ինչ աստիճան սրությամբ կպայքարեմ պետական համակարգի դեմ, բայց չպետք է մոռանանք, որ այդ նույն դատավորները, քննիչները, դատախազները, դրանք նույն մեր գոլեգաներն են, դրանք նույն մեր իրավաբան ընկերներն են, ասենք այդ մարդկանց անվանարկել, կասկածի տակ դնել։ Ես ինքս շատ դժգոհություններ ունեմ դատարաններից, դատական համակարգերից, ասեմ ձեզ ավելին, կան մարդիկ, ովքեր որ իմ սուբյեկտիվ կարծիքով պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության ոչ անաչառ դատավարություններ անելու համար։ Իմ մոտեցումը դա է, բայց ես ամենայն հարգանքով հրապարակային խոսքում միշտ պետք է դրսևորեմ զսպվածություն, չի կարելի գնալ եւ անվանարկել գործող դատական իշխանություն։ Լավն է, այդ ձեր ժամանակ լավն էր, հիմա վատն է դատական իշխանությունը օրինակ։ Ես այդպես չեմ կարծում։ Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդում անվանակոչումներին, այո, տեսեք, ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմինները հրապարակում են, փորձում են մաքսիմալ ապահովել իրենց գործունեության հրապարակայնությունը։ Մարդիկ գաղտնալսման ձայնագրությունները հրապարակում են, որպեսզի հանրությունը եւս իրազեկնի եւ հանրությունը տեղյակ է։ Չգիտեք, որ այդ իրենց ձայնագրությունները չեն արհեստական բանականության։ Դե ամեն կերպ կփորձեն մեկնաբանել, դա մարտավարությունը կարծում եմ։ Արդյոք դա մանկամտություն չի արհեստական բանականությանը վերագրել։ Որակումներ չեմ տալիս Տիկին Ադամյան ամենայն հարգանքով, բայց կասեմ մի փաստ կցանկանամ արձանագրել։ Օրինակ ըստ գործող ընդդիմադիր թևի քաղաքական հետապնդում է նաև մեր կուսակցության, Հանրապետություն կուսակցության նախագահի դեմ սպանության նախապատրաստում իրականացրած սպանությունը նախապատրաստած անձի արարքը, չխախտելով նրա անմեղության կանխավարկածը։ Ես հարց եմ ուղղում նույն հասարակությանը, ժողովուրդ ջան, այդ ի՞նչն է քաղաքական հետապնդում։ Ես հիմա ձեզ կբացատրեմ։ Մի րոպե, քաղաքական հետապնդում է այն, որ սույն անձը որոշել է, որ պետք է մարտական նռնակ նետի Հանրապետություն կուսակցության գրասենյակ։ Այն պարագայում, երբ այդ գրասենյակում պարբերաբար լինում են քաղաքացիներ։ Այն պարագայում, երբ այդ գրասենյակը բնակելի շենքի առաջին հարկն է։ Եվ նրանք պատրաստ են ամբողջ շենքի այդ թևը փլուզել, որտեղ ապրում են ընդհանրապես կուսակցության հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ։ Ես միանգամից փորձեմ ձեզ ընդհատել այս մասով, որպիսի հետագայում մեկ ավել դատական գործի տեղիք չտանք, Տիկին Ադամյան ջան, ուզում եմ, որ դուք նաև այդ ձեր դիտարկումը հիմնավորեք, այսինքն դիտարկման հղում կատարեք քրեական վարույթում առկա նյութերին։ Այսինքն ձեր դիտարկումը հիմնված է քրեական վարույթում առկա նյութերին, որոնք նաև հրապարակվել են։ Ես ամեն ինչ որ ասում եմ ձայնագրությունների հիման վրա, որտեղ շատ հստակ, որտեղ առանց արհեստական բանականության, որովհետև ես վստահ եմ, որ արհեստական բանականությունը ինչ, բայց այդքան հայհոյանք չգիտի, եւ այդքան հայհոյանք որևէ մեկին չի ուղղի։ Ինչքան ուղղել է, խնդրում եմ, այս մասով թույլ տաք ես մի քիչ ծավալվեմ, շատ քիչ, բայց շատ չեմ ձեզնից ժամանակ խլի։ Այնպես չէ, որ այդ քրեական գործի, այդ քրեական վարույթի մասով մեր պահանջները բավարարվում են կամ մենք շատ գոհ ենք, ասեմ ձեզ ավելին, որ նշված քրեական վարույթով Արամ Սարգսյանը ներգրաված է որպես տուժող, նա իմ վստահորդն է, ես եմ ներկայացնում նրա իրավունքներն օրինական շահերը եւ ասեմ, որ մենք եւս գոհ չենք այդ քրեական վարույթի ընթացքից։
Օրինակ, այս մասին ես ուզում եմ բարձրաձայնեմ։ Տեսեք, Դուք նկատի ունեք, որ հրապարակված ձայնագրություններում հնչում է նաև Արտակ Զեյնալյանի դեմ փորձի ոչ միայն, այո, այսինքն ստեղ տեսեք, ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող անձին վերագրվում է հասարակ սպանության նախապատրաստության ուրեմն արարքը հանցակազմը այնինչ ըստ գործում առկա նյութերի ակնհայտ է ինձ համար որպես փաստաբանի որ այս մասով պետք է ծանրացուցիչ հանգամանքների արկայությամբ առնվազն սպանության նախապատրաստում մեղսագրվեր ենթադրյալ հանցանք կատարած անձին այսինքն տեսեք ակնհայտ է որ հանցանքում մեղադրվող անձը ունի քաղաքական հայացքներ եւ պարբերաբար թե դատական նիստի ընթացքում թե դատական նիստերի դալիճում բոլորը ականատես են եղել որ դրսևորում է թշնամական ատելության խոսք, այո, հայհոյախառն արտահայտություններ, անգամ դատարանը իզորու չէ զսպել նրա այդ վարքագիծը, պաշտպանական կողմը իր վարքագծում եւս այնտեղ եթե շատ խորանանք, այնտեղ եւս խնդրահարույց մասեր կան։ Բայց ակնհայտ է, որ այդ սպանությունը ցանկացել է իրականացնել Արամ Զավենի Սարգսյանի քաղաքական հայացքներից, նրա որդեգրած արևմտյան, այսպես կոչված վեկտոր որդեգրելու պատճառով, պարբերաբար բացի այդ, տեսեք, ինքը եւս ունի քաղաքական հայացքներ, փորձում է տարածել ատելության խոսք եւ այդ քաղաքական հայացքների եւ քաղաքական ու հասարակական գործունեության պայմանավորված սպանության նախապատրաստումը դա պետք է որակվի արդեն քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, այլ ոչ թե առաջին մասով, այսինքն ծանրացուցիչ հանգամանքներով։ Հաջորդ հանգամանքը, տեսեք, գործում առկա նյութերից ակնհայտ է, որ քրեական վարույթով ուսումնասիրման առարկա չի դարձվել գործող անձանց ամբողջական շրջանակը։ Ակնհայտ է, որ վկայի կարգավիճակ ունեցող անձանցից երկուսը, կոնկրետ մեկը Զոյա Ջուլհակյան, ոնց որ հասարակական գործիչ, այո, հա, ակնհայտ է, որ վերջինս ըստ ձայնագրությունների գործում առկա ուղիղ կերպով ուղղորդում է մարդը ասելով հետևյալը դե սկզբում դիտավորությունը ուղղված եղել նաև Արտակ Զեյնալյանին, որը այս գործով ընդհանրապես չգիտես ինչի որևէ կարգավիճակ չունի, առնվազն տուժողի կարգավիճակ պետք է ունենար նաև Արտակ Զեյնալյանը։ Հիմա Զոյա Ջուլհակյանը ուղղորդում է մեղսագործին, այսպես ասած, ենթադրյալ հանցագործին, մեղադրյալին, ուրեմն ուղղորդում է, ասում է դու ինչ անում ես, պետք է Արամին անես։ Հասկանում եք։ Մեկ այլ գործող անձ ասում է, բանը, հեսա ես կճշտեմ, կասեմ որտեղա տեղի ունենալու մի հատ մեկ անձի զավակների հարսանիքը, որի խավոր է հանդիսանալու Արամ Սարգսյանի եղբորորդին Կարլենը եւ բառացի նշում է, ասում է Կարլենը լավ թիրախ է։ Ինչ է սա նշանակում։ Բացի այդ ասում է այդ ակնհայտ է այդ գաղտնալսման արձանագրությունը, որ մարդիկ տեղյակ են եղել, թե բանը այս անունն էլ չեմ ուզում տամ, որ ինչ գործիք է ունեցել հանցագործության գործիքը, տեսեք միած այլ ավարտեմ, էլի թույլ տվեք։ Մենք գործ չունենք հասարակ գործիքով սպանության նախապատրաստման հետ, մենք նռնակի մասին ենք խոսում, հասկանում եք։ Մարտական նռնակի, որի մարտական լինելը, զինամթերք լինելը արդեն իսկ հիմնավորված է փորձագիտական եզրակացությամբ։ Այսինքն նռնակը, երբ որ գործի է դրվում, նռնակի գործադրման արդյունքում մեկ անձի վնաս պատճառելը, դա կարելի ասել անհավանականի ժանրից է։ Առավել եւս, որ ցուցմունքներով հիմնավորվում է, որ մարդու դիտավորությունը ուղղված եղել այդ նռնակը հենց կուսակցություն տարածք նետելուն։ Հիմա ըստեղից առաջանում է արդեն հաջորդ հարցը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության նախապատրաստություն։ Իսկ ինչ կասեք, եթե այդ նռնակի գործադրման արդյունքում տուժեին այլ անձինք։ Իսկ ինչու է այդ մասով չի որակվել արարքը։ Կամ այդ նույն իրեն աջակցող անձանց մասով առնվազն դրթիչի, օժանդակողի մասը կար եւ կազմակերպիչների մասով էլ չասեմ, որ պետքա այդ մասով քննություն արվեր։
Հիմա զավեշտալի է, երբ որ մարդիկ գալիս են դատարան մի 30 հոգի էլ, ասենք, իրենց հետ բերում են որպես աջակցող ուժ ու գալիս են բողոքում են, ասում են անմարդկային վերաբերմունք է, քաղաքական Ես հենց հետապնդում դա է։ նկատի ունեի, տեսեք, այստեղ շատ գերկարևոր հարցեր են այստեղ քննարկվում, մասնավորապես։ Լավ, այս մարդը կազմակերպիչը չէր բնականաբար, կատարողն էր, իսկ ովքեր են կազմակերպիչները, դուք նշեցիք մի քանիսին, արդյոք այդ ամբողջական ցանկն է, արդյոք ԱԱԾ-ն այդ ուսումնասիրությունը շարունակում է, անում է, որովհետև ակնհայտ է, որ սա միայն մեկ մարդու մտագարության հետևանք չի։ Սա բավականաչափ կազմակերպված գործ է, իսկ եթե կազմակերպված է, եւ առաջին փորձը ձախողվել է, երկրորդ, երրորդ, չորրորդ փորձ չի լինելու։ Մենք կարող ենք այս հարցին պատասխանել եւ ամենակարևորը, ես որքան ներկա եմ եղել դատավարություններին, ես տեսել եմ, որ առայժմ նիստերը նվիրվում են Ստեփան Սամվելյանի համարյա թե մահամերձ լինելուն, առայն որ փաստաբանը ամեն անգամ ասում է դուք հաջորդ անգամ կարող է դատ անելու հնարավորություն չունենաք եւ ներկայացվում է այնպիսի մի պատկեր, որը բացարձակապես չի համապատասխանում այդ նույն մարդու դատարանում ներկա ագրեսիվ պահվածքին, որովհետև այն տերմալ վիճակում գտնվող, այսպես մահամերձ վիճակում գտնվող մարդը առաջին հերթին չէր կարող այդպես հանգիստ նստել, նա պետք է այտուցված լիներ ու չկարողաներ շնչել, որովհետև եթե տերմալ վիճակում գտնվող մարդուն դիալիզ չես անում, նա պարզապես խեղդվում է։ Տեսեք, այստեղ կան դատական նիստերի հարցեր, հետաձգումները, դրանք ըստ իս փաստաբանական մարտավարություն են իրենցից ներկայացնում։ Եթե ուշադիր լինեք, օրինակ, այն մտքերին, ինչը որ արտահայտում է այդ անձի պաշտպան Զարուհի Փոստանջյանը, ուղղակի կարելի է տպավորություն է ստեղծվում, որ անգամ նրա պաշտպանը չի տիրապետում քրեական վարույթի նյութերին։ Իր կողմից, տեսեք, դուք էլ եք այնտեղ դատարանի բակում, երբ որ Զարուհի Փոստանջյանը բացեիբաց, երբ որ ես նրան հարց ուղեցի, ասեցի, իսկ ինչ կասեք նռնակի ձեռքբերմանը, երբ որ ձեր պաշտպանյալը հայտարարում է բացեիբաց, ասում է այդ նռնակը ես ձեռք եմ բերել Մեյմանդարի շուկայից 30,000 դրամով ինքնասպանություն գործելու համար, կարծես թե տպավորություն է, որ Մեյմանդարի շուկայում, ասենք, վաճառում են կիլոգրամով նռնակներ, վաճառում են, չգիտեմ, ինքնաձիգեր, ասենք, չգիտեմ, հակատանկային միջոցներ, հա, ու մեկնաբանելով նռնակի ձեռքբերման ուրեմն նախապատմությունը Զարուհի Փոստանջյանը հայտարարում է բացեիբաց, ասում է դա ԱԱԾ-ն է նետել, ասում է բանը իմ պաշտպանյալիս բարձի տակ հավանաբար ԱԱԾ-ն, բայց եթե կարդում ենք միջդատական վարույթի ընթացքում նույն այդ Ստեփան Սամվելյանի ցուցմունքը, մարդը ընդունել է իր ցուցմունքով, միջդատական վարույթի ցուցմունքով ընդունել է այդ նռնակի պատկանելությունը հենց իրեն։ Մարդը ինքը ընդ որում կա տեղադրված է այդ խուզարկության ձայնագրությունը, արձանագրությունը, որ մարդը ասում է, հա իմն է։ Հիմա ինչ եք եկել ստեղ հեքիաթ պատմում։ Թերևս Զարուհի Փոստանջյանը իր պաշտպանյալին ձեր հարցի մյուս մասին անդրադառնամ, ովքեր են կազմակերպիչները, սա թողում եմ հասարակության դատին, հասարակության ենթադրություններին, որովհետև տեսեք, դատարանում ովքեր են եկել երաշխավոր կանգնելու, օրինակ Ստեփան Սամվելյանին, երաշխավորություն տրամադրել, կալանքը որպես խափանան միջոց մեկ այլ միջոցով փոխարինելու համար երաշխավոր էին եկել կանգնեին դատարան, ուրեմն Գառնիկ Դանելյանը, Քրիստինե Վարդանյանը եւ պատիվունեմից Տիգրան Աբրահամյան պատգամ, ազգանուններն էլ չգիտեմ, այդ գործով եմ ես ուղղակի այդ մարդը, ով է իրականացնում պաշտպանությունը, ասենք Զարուհի Փոստանջյանը, որը նախկինում հայտնի էր իր հայտնի ընդդիմադիր գործունեությամբ, բան հիմա sense ինչ-որ կերպարանափոխվել է մարդը եւ կարող է սա մեկնաբանել, այո, փաստաբանական գործունեություն է իրականացնում, Քավլիցի ոչ մեկին քննադատելու իրավունք ես չունեմ, ուղղակի
թող հանրությունը ինքը իր հետևությունները անի մարդկանց բարոյական կամ անձնական որակների մասին էլի, ասենք ոնց կարա մարդը մեկ դաշտից sense կերպարանափոխվի մեկ այլ դաշտ գա, չգիտեմ։ Ամեն դեպքում մարդը իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը, բայց հետևությունները ձեզ։ Եթե չեմ սխալվում, Փոստանջյանն էլա, չէ՞, հանդիսանում ավականու անդամ, ընդ որում էլի Այո, այդ նույն այո, Հայաստան դաշինքի, հա։ այո։ Հիմա հետևությունները թող հանրությունը անի, ես ենթադրություններով Գիտեք, չեմ ես վստահ եմ, որ առաջնորդվում։ Զարուհի Փոստանջյանը բոլոր դեպքերում ինչ որ հիմքեր այնուամենայնիվ կգտնի նաև ինձ ներգրավելու իր այդ դատական գործընթացներում, բայց նաև դա հաշվի առնելով չեմ կարող չասել։ Գիտեք, անգամ փաստաբանը իրավունք չունի ճշմարտության դեմ այդքան բացահայտ, այդքան ագրեսիվ ու այդքան ճշմարտության հետ հակասության մեջ մտնող հայտարարություններով իր պաշտպանյալին փորձի ապահովել նրա, չգիտեմ, անվտանգություն ասեմ, ինչ ասեմ, որովհետև ակնհայտ է, որ մարդը ձեռնարկել է մահափորձ եւ փառք Աստծո, շնորհակալություն ԱԱՑ-ին, մարդը ձախողվել է։ Հիմա այստեղ ինչ կա Չէ, պաշտպանելու։ Տիկին Ադամյան ջան, ես որպես փաստաբան այստեղ պետքա հանդես գամ, տեսեք, Ի պաշտպանություն Զարուհի պաշտպանություն Փոստանջյանի։ Զարուհի Փոստանջյանի, այո, փաստաբանի գործունեությունը դա իրավապաշտպան գործունեություն է եւ փաստաբանը իրավունք չունի այտենց ընտրելու իր վստահորդներին։ Սա սուբյեկտիվ խնդիր է եւ խղճի խնդիր է։ Իմ մասով ես կասեմ իմ 10-ամյա փաստաբանական պրակտիկայի ընթացքում ես երբևէ չեմ ստանձնել այնպիսի գործով ներկայացուցչություն, որով չեմ ունեցել այդ գործով արդարության զգացում։ Այսինքն առնվազն ինձ համար պետք է ակնհայտ լինի, որ այս մարդը, որ եկել է ինձ դիմել է, ինքը իրապես արդար է այս գործով։ Հակառակ դեպքում դա իհարկե դա իմ ընտրության խնդիրն է։ Դա իմ խղճի առաջ, որովհետեւ ես կարողանամ իմ Դուք գլուխս ընդհանրապես հանգիստ դնել։ հաստատեցիք իմ ասածը։ Դա սուբյեկտիվ է, բայց որևէ աղերս չունի օրենսդրական կարգավորումից փաստաբանները Գիտեք, ես ազատ են ընտրել իրենց այնուամենայնիվ պաշտպաններին, այո։ փաստաբան չլինելով հանդերձ ինձ այդ իրավունքը վերապահում եմ ոտնձգություններ անել տարբեր դաշտերում։ Եվ ուզում եմ այսպես ասած ճակատներում հերթական ոտնձգություն անել։ Վարշապատի խոշորացված համայնքում սկսվել են ավականու ընտրության քարոզարշավը։ Արդեն երկրորդ, երրորդ օրն է քարոզարշավի։ Ես ուզում եմ հասկանալ բոլոր այն ուժերը, որոնք ներկայացված են վաղարշապատում, արդյոք 2026-ի խորհրդարանական ընտրություններում նույն պատկերը չի լինելու։ Եվ արդյոք սա չեն փորձելու դարձնել երկրորդ Գյումրի, որտեղ արդեն շատ հետաքրքիր իրադարձություններ են այնուամենայնիվ կատարվում, արդյոք չեն փորձելու վաղարշապատի սցենարը, Գյումրու սցենարը, վաղարշապատում հաջողության հասնելու դեպքում, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն տարբերակը դնել կասկածի տակ։ Արդյոք 2026-ից առաջ ակնհայտ չի, որ քաղաքական դաշտը բաժանված է երկու մասի, շատ հստակ բաժանված է երկու մասի։ Եվ տեսեք, այս բոլոր դատավարությունները, այս բոլոր հայտարարությունները, այս ամեն ինչ ընդամենը ծառայում է մեկ նպատակի՝ մարդկանց վախեցնել։ Դուք չեք վախենում, մենք չենք վախենում, բայց կլինեն մարդիկ, որ այնուամենայնիվ տագնապի, վախի, անվստահության զգացում կունենան։ Ես չեմ ուզում դուք քաղաքական գնահատական տակ հարգում եմ ձեր փաստաբանական իրավունքը։ Չէ, այնուամենայնիվ ես կտամ, Ես ուզում եմ այնուամենայնիվ կտամ իբրև քաղաքական Հայաստանի գնահատական։ Հանրապետության շարքային քաղաքացի պատասխանեք հարցին։ Արդյոք այս վախը, այս տագնապը, այս քաոսի անկայունության զգացում ներշնչելը չի տեղավորվում հենց այն հիբրիդային պատերազմի շրջանակներում, որ վարվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։ Իսկ մենք այդ պատերազմում պարտվելու որևէ իրավունք չունենք եւ չունենք նաեւ հնարավորություն, որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետությունը դադարում է ինքնիշխան երկիր լինել,
Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես դադարում է պետություն լինել։ Մենք այդ ճանապարհները շատ ենք անցել, մեզ շատ են փորձել խցկել այդ պարտության խրամատը եւ այդ խրամատում մեզ պարզապես թաղել։ Նախ կցանկանամ նշել, որ 26 թվականի ընտրություններին ընդառաջ լարվածությունը իմ կարծիքով հնարավոր գնալով ավելի բարձրանալու է։ Միանշանակ Դրանում իրենց ուրույն տեղն ունենալու բոլոր քաղաքական ուժերը, որովհետև ըստ էության պայքար է գնում իշխանություն դառնալու համար։ Բայց այդտեղ կարևորը նա է, որ 26 թվականի ընտրություններ նստիս տարբերվելու են նախորդ ընտրություններից։ Ես հուսով եմ, որ 26 թվականի ընտրությունները կլինեն գաղափարական ընտրություններ, գաղափարական ընտրություններ, եւ մեր հասարակությունը վերջի վերջո կապացուցի, որ ինքը անկախություն սիրող, պետականություն պահանջող ժողովուրդ է, այո։ Ես շատ շնորհակալ եմ մեր կուսակցության այն անդամներին, որոնք հանրային խոսույթի օրակարգ մտցրեցին անկախական տերմինը։ Այո, մենք անկախական ենք, Հանրապետություն կուսակցության անդամները, նրանք անկախականներ են, մենք պայքարելու ենք մեր կուսակցության ուրեմն գաղափարական հիմք հանդիսացող հիմքը դրած նաև անձանցից Վազգեն Սարգսյանի գաղափարները ամրապնդելու համար անկախությունը բացարձակ արժեք է, այն քննարկման ենթակա չէ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կասկածի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը եւ պետության գոյությունը որպես սուվերեն պետություն, կարծում եմ լավ կոպիտ չարտահայտվեմ։ Ես կարծում եմ դրանք եւս մեր հայերն են, մեր հայրենակիցներն են եւ հուսով եմ իրենք դարձի կգան։ Եվ հուսով եմ, որ իրենք տեսեք, ես նաև քրիստոնյա եմ եւ հավատում եմ ապաշխարությանը, հուսով եմ, որ այդ մարդիկ կապաշխարեն եւ կհասկանան պետականության գինը, անկախության գինը, այո։ Եվ վերջի վերջո միգուցե չեմ բացառում նաև, որ միգուցե այդ մարդիկ, ովքեր այսօր ձգտում են ինչ որ Հայաստան դարձնել մի խոշոր պետության ինչ որ մի ծայրագավառ, վերջի վերջո կհասկանան անկախության գինը եւ չի բացառվում նաև կհամալրեն անկախականների շարքերը, ինչու ոչ։ Ես ասում եմ, եթե հավատում ես, դա կարող է նաև իրականություն դառնալ։ Առավել եւս որ քաղաքականությունում ամեն ինչ հնարավոր է, ոչինչ բացառել երբեք մի ասա երբեք։ Այո։ Շնորհակալ եմ իհարկե ձեր անսահման լավատեսության համար, բայց չեմ կարող չարձանագրել, որ ես ձեր լավատեսությունը չունեմ։ Ես շատ ավելի իրատես եմ, որովհետև ես հիմք եմ ընդունում այն փաստը, որ այդ մարդիկ նաև վարձա վճարվում են։ Իսկ դա շատ դաժան եւ շատ մարդու էության, մարդու հոգու դարձի գալու համար շատ դաժան փորձություն է։ Համարենք, որ 2026-ը փորձություն է լինելու բոլորիս համար եւ դա Աստված, որ մենք այդ փորձությունը անցնենք իսկապես մաքուր ձեռքերով, մաքուր խղճով ու մաքուր հոգով։ Մի բան էլ ես մոռացա ասել, տեսեք չանդրադարձա վաղար շաբաթ համայնքի ընտրություններին, գալիք ընտրություններին, հենց այդ նույն անկախական մտածելակերպի առումով ես հույսով եմ, որ մեր ժողովրդի առաջին քայլը կապացուցի հենց վաղար շաբաթ համայնքի ընտրությունները։ Մենք Հանրապետություն կուսակցությունը այնտեղ ունի շատ լավ թեկնած ու քաղաքապետի ազնվագույն արժանավոր երիտասարդ անձնավորության, ում հայրենասիրությունը, պետականասիրությունը, այսինքն դա կասկածի տակ առնել հնարավոր չէ։ Ես լիահույս եմ, որ վաղար շաբաթ համայնքի բնակիչները ամբողջ կորովով կաջակցեն Հարություն Մկրտչյանին։ Եվ ով շատ գործնական ծրագիր ունի բացի այդ ես կերպարը։ նաև ուզում եմ նաև փառատեմ այն մտքերը այն խոսույթը, որ Հանրապետություն կուսակցությունը չունի այդ կադրային պոտենցիալը, որ կարողանա ով է տենց բան ասել։ Թող մարդիկ մենք դեռ կապացուցենք մենք ով ենք, մենք ունենք շատ լուրջ կադրային հենք եւ երբ մենք պրոֆեսիոնալների
թիմ ունենք եւ ամեն ձև աջակցելու ենք Հարություն Մկրտչյան։ Եթե հարկ լինի, անգամ ես լինելով Երևանի բնակիչ, ծանրաբեռնված լինելով այսքանի մասնագիտական աշխատանքով կտեղափոխվեմ որոշակի ժամանակահատվածով Խաղակեչմիածին աջակցելու Հարություն Մկրտչյանին կարգավորելու որոշակի հարց։ Պարզապես դուք քվեարկել չեք կարող։ Ես չեմ կարող քվեարկել, բայց առնվազն մասնագիտական, պրոֆեսիոնալ առումով աջակցություն ինձ կարող է ակնկալել Հարություն, այո։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի դիտորդներ, եթե ձեզ դուր է գալիս են մանկետ ունենալը, եթե դուք հավանում եք մեր են մանկետը, բարի եղեք, բաժանորդագրվել, լայքել, տարածել, կրկնում եմ, մենք ձեր հենման կետն ենք, շարունակեք մնալ մեզ հետ։